Եկել եմ, որովհետև արդարության կողմն եմ։ Որն է այդ արդարությունը։ Խնդրեք կգտնեք։ Շնորհակալություն։ Բայց տեսեք Նիկոլ Փաշինյանը վեհապար հայրապետի դեմ, ձեր հոգևոր հորդ է։ Ինձ համար վեհապար հայրապետ չկա։ Վաղուց ինքը մեռած է ինձ համար։ Երբ այդ մասին հասկացա։ Երբ հասկացաք, որ ձեր հայրապետ չունեք դուք։ 18 թվին ես իմ բողոքը բարձրացրել եմ, եթե դուք տեղյակ եք։ Կարգված քահանա եք դուք։ Կարգված քահանա եք։ Ինչ է նշանակում։ Ինչքանով եք ճիշտ համարում, որ պետությունը կարող է միջամտել եկեղեցու գործերին։ Պետությունը բոլոր դարերում միջամտել է եկեղեցու գործին, որտեղ այդ պետությունը եկեղեցու մեկ մասնիկն է։ Նախագահով, վարչապետ, թե ժամանակին թագավոր իշխաններ բոլորը եկեղեցու անդամ են։ Բայց եկեղեցին միշտ իր դերում է, չէ՞ եղել, եթե անգամ Եկեղեցին ԿԳԲ-ի ընդամենը այս 200 տարի ռուսական ցարական լծի ժամանակ դարձել է առանձին ինչ-որ մի, չգիտեմ, ինքնիշխան կառույց, որը որ չի կարող լինել։ Պետականություն չենք ունեցել, բայց եկեղեցին եղել է, պահպանել է իր ինստիտուտը, պահպանել է լեզուն, կրոն, մշակույթը։ Այդ եկեղեցու պահպանած ժառանգությունը Գարեգինը մսխել է, ոչնչացնում է։ Դրա համար ու ելել ենք տեր կանգնենք։ Մեր պահանջը դա է։ Ոչ թե եկեղեցու դեմ ենք, ինչպես կեղծ լրագրողները ներկայացնում են, այլ մեր նպատակը այն է, որպեսզի եկեղեցին ազատագրվի չարիքի ձեռքից, իր կլանի ձեռքից։ Դուք գտնում եք, որ պահում եք ձեր խաչը, պահել եք ձեր բաժին խաչը, թե փախչում եք ուղղակի այդ խաչից։ Վեհապար հայրապետը մի շարք եկեղեցաշինական աշխատանքներ է կատարել։ Ի վերջո ձեր հոգևոր հայրն է։ Ոչինչ էլ չի կատարել։ Այն ինչ որ կատարել է հոգևոր դասը։ Հոգևորականները, բարերարները, նվիրյալները, ովքեր որ գործ արել են։ Բայց նրա Իսկ ինքը փողերի լվացմամբ է զբաղվել ընդամենը։ Կարծում եմ ուրիշ բան չկա։ Նրա հոգևոր հոր առաջնորդությամբ Ինձ համար ինքը հոգևոր հայր չի եղել եւ չի լինի։ Այդ դեպքում ինչու եք նրա հետ հոգևոր ճանապարհ անցել։ Ինչ։ Ինչու եք նրա հետ հոգևոր ճանապարհ անցել մինչև 18 թվականը։ Ես ինչպես ամեն մեկ սովորական ուսանող եկել է, ընդունվել եմ, սովորել, ձեռնադրվել եմ հոգևորական եւ երբ որ գիտակցել եմ, որ այդ մարդ ուղակի եկեղեցին տանում է կործանման, բարձրաձայնել եմ Գայանեի վանքի խորանից, քարոզով, ասել եմ, որ այսպես կկործանեք, հետ կանգնեք։ Դուք որպես այսօր 57 եւ ավելի կրոնական կառույցներ կան, աղանդներ կան։ Դուք որպես հոգևորական այդ կրոնական կառույցներին թույլ տվողը Գարեգին Ներսիսյան կոչվածն է։ Վեհապար հայրապետի մի կողմ եք ինքն է թույլ տվել։ Վեհապար հայրապետի մի կողմ եք թողնում։ Դուք որպես հոգևորական, որպես այսպես կոչված ճիշտ հոգևորական, ինչպես դուք եք ձեզ գնահատում։ Դուք ինչպես եք պայքարել, որպեսզի աղանդավորական կյանքը տարածում չգտնի, զարգացում չգտնի Հայաստանում։ Գնացեք հարցրեք բոլոր հոգևորականներին, հավատացյալներին, իրենց շատ լավ ճանաչում են եւ գիտեն ինչպես են պայքարել։ Հիմա դրեմ 20-30 տարին պատմեմ, թե ինչ եմ արել։ Կոնկրետ առանցքային ամեն ինչ արել եմ։ Մեծ թափով աղանդների դեմ պայքար։ Իմ կյանքով, գործով, քարոզչությամբ, առաքելությամբ, ինչ որ ինձ հասել արել եմ։ Ձեզ ինչպես հնարավորինս առավելագույնը։ Ձեզ ինչպես կարող եք ներկայացնել։ Չեմ ճանաչում։ Օրին վարդապետ Առաքելյան։ Երբ որ մի հարցել, հա, երբ որ հոգևորականն է շեղվում Մայրաթորի ճանապարհից, դեպի Աստծուն, դեպի եկեղեցուն տանող ճանապարհից, փրկություն կա հոգևորականի համար այստեղ։ Ձեր խելքի համաձայն ուրեմն 10 եպիսկոպոսներ, ովքեր այդ ճանապարհը բռնեցին, կանգնեցին եկեղեցու ազատագրման եւ արդարության հարցի համար, նրանք շեղված են։ Հա, իրենց խաչից կարծես թե փախչել եք։ Գնացեք մի հատ ուսումնասիրեք, այդ 10 եպիսկոպոսը արժեք ունեն թե մյուս 50-ը կամ 40-ը։ 10 եպիսկոպոսից մեկը կարծես թե ինքնական դա պարտադրանքներ է, բոլոր ուղղակի թույլ է իր տկարության արդյունքում գուցե թողեց, բայց որևէ մեկը չգիտե դեռ։ Ով է պարտադրել։ Կա նաև կարծիք, որ այդ 10 եպիսկոպոսներն են Նիկոլ Փաշինյանի պարտադրանքով միացել այդ շարժմանը։ Բացառվում է նման բան չկա։ Բոլորին շատ լավ ճանաչում եմ։